Նոր կտակարան, ընթերցում ենք Մարկոս 3, 1-19 համարները։ Չորացած ձեռքի բժշկումը։ Հիսուսը դարձյալ ժողովարան մտավ, այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար, և սպասում էին Հիսուսին տեսնելու, թե արդյոք շաբաթօրով կբուժի նրան, որպեսզի ամբաստանեին։ Նա ձեռքը չորացած մարդուն ասաց. «Վեր կաց, մեջտեղ արի», իսկ նրանց հարցրեց. «Օրենքը որևէ մեկին թույլ է տալիս շաբաթ օրը բարի գործել, թե չար, մի կյանք փրկել, թե կորցնել»։ Եվ նրանք լռեցին։ Նա իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնիր»։ Նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացավ։ Եվ փարիսեցիներն անմիջապես դուրս գնացին, հերովդեսականների հետ նրա դեմ խորհուրդ էին անում, թե նրան ինչպես կորցնեն։ Բազմություններ Հիսուսի հետևից։ Եվ Հիսուսն իր աշակերտների հետ լճի մոտ գնաց, և Գալիլեայից ու Հուդայից մեծ բազմություններ էին նրա հետևից գնում, բազում ժողովուրդ Երուսաղեմից, Եդովմից, Հորդանանից, դուրս գտնվող շրջանից, ինչպես նաև նրանք, որ Տիրոսի ու Սիդոնի շրջակայքիցն էին, երբ լսում էին, թե ինչեր է անում, նրա մոտ էին գալիս։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ բազմության պատճառով իր համար մի փոքր նավ պատրաստ պահեն, որպեսզի մարդիկ իրեն չսեղմեն, քանի որ շատերին էր բժշկե, արդ ովքեր տառապում էին հիվանդություններից, նրա վրա էին թափվում նրան դիպչելու համար, և երբ պիղծ ոգիները նրան տեսնում էին, նրա առաջն էին ընկնում, աղաղակում էին ու ասում. «Դու Աստծու որդին ես», և նա խիստ սաստում էր նրանց, որ իր ով լինելը չհայտնեն։ 12-ի ընտրությունը։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, ում որ կամեցավ, և նրանք նրա մոտ գնացին։ Նա ընտրեց 12 հոգու, որ իր հետ լինեն, որ նրանց ուղարկի քարոզելու, և որ նրանք ցավերը բուժելու, դևեր հանելու իշխանություն ունենան։ Նա ընտրեց Սիմոնին, որի անունը Պետրոս դրեց, Զեբեդոսի որդի Հակոբոսին ու Հակոբոսի եղբորը Հովհաննեսին, որոնց անվանեց Բաներեգես, որ է որոտման որդիներ, Անդրեասին, Փիլիպոսին, Բարդուխոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն և Հուդա Իսկարիովտացուն, որն էլ մատնեց նրան։ Եվ տուն եկան,